Բարոյցես հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամ եւ իրավապաշտպան Նարէ Արամյանին։ Բարոյցես Նարէ, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, ինչպես միշտ ես եմ շնորհակալ։ Եվ ինչպես միշտ խնդրահարույց հարցեր, աղմկահարույց հարցեր եւ ինչպես միշտ պատանիներ, երիտասարդներ, անչափահասներ այս թեմաների հետ կապված ենք մենք միշտ հանդիպում եւ փորձենք հասկանալ ինչ է կատարվում նախ Առաջինը, որին ուզում եմ անդրադառնալ թեման ցավով բանակում մահուն ենք 20-ամյա զինծառայող Ժամկետային Նարեկ Թորոսյանի մահն է արձանագրվել, դեպքով նախաձեռնվել է քրեական վարույց, ձերբակալվել է 2 համածառայակից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու կասկածանքով։ Ըստ Արմլուրի տղային նախապես ծեծել են, որից հետո արդեն եղել է մահվան դեպքը, նա Չարենցավանից էր, նրա մասին բավականին շատ դրական են խոսում եւ հարևանները եւ համակարգացիները, ինչպես նաեւ հայ սլավոնական համալսարանի դասախոսները, որտեղ նա սովորում էր, ապագա փաստորեն սպորտի մեկնաբան էր եւ ցավոք նա 8-րդ զինվորն է, ով մահանում է խաղաղ պայմաններում։ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է, որ մենք ունենք խաղաղություն, դիրքերում զինվոր չի զոհվում, պետք է սա արձանագրել եւ առաջանցնել, բայց մեկ տարվա մեջ 8 զինվորի մահ ունենք։ Ընդհանրապես սա ինչի մասին է խոսում։ Նախ այս դեպքի հետ կապված պաշտոնական եւ ամբողջական տեղեկատվությունը ստացվեց օրեր անց, որն էր պատճառը եւ ով պետք է կրեր այդ պատասխանատվությունը եւ նարե ընդհանրապես ինչ համակարգային փոփոխություններ են պետք, որպեսզի այս դեպքերը կանխվեն։ Կարևորագույն խնդիրը, որը մենք միշտ տեսել ենք եւ պայքարել ենք տարիներ շարունակ, հատկապես սահմանափակ ազատության վայրերում, երբ անգամ զինված ուժերի օրինակի վրա էլ չէ, ուղղակի անգամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց, որտեղ նույնպես սահմանափակ առողջություն, սահմանափակ ազատության խնդիրներ կա առողջական խնդիրների տեսանկյունից, եւ այդպիսի խնդիրներ կան նաեւ, այո, հենց զինված ուժերում եւ հատկապես ժամկետային զինծառայողների շրջանում, ինչու, որովհետեւ նրանց անձի գնահատականը, այն միջավայրը, որտեղ նրանք պետք է լինեն ավելի քան օրինակ երկու տարի եւ այլն, դրանց այդ ամբողջ ընթացքը, այո, երբ որ նրանք պետք է լինեն ոչ միայն պաշտպանված, այլ բոլոր նախապայմաններն ունենան պաշտպան դառնալու համար, իրականում ստացվում է ինչ որ կյանքի մահու գոյության եւ հաստատվելու միջավայր։ Սա բացարձակ անհանդուրժելի է եւ եթե մենք տեսնենք փոփոխությունների տեսանկյունից, այսինքն ինչու այսօր մենք միևնույն է չունենք հանրային համակողմանի եւ ամբողջական, ինչպես ասում են, վերահսկողության մեխանիզմներ, որոնք թույլ կտան բնակչությանը ավելի վստահել եւ ավելի հստակ տեղեկատվական առնվազն կապ ունենալ նույն պատկան մարմինների հետ, ովքեր պատասխանատու են եւ այսօր այո չեն կարողանում ժամանակին իրազեկել քաղաքացիներին եւ չեն կարողանում ապահովել համապատասխան տեղեկատվություն ցանկացած մեկի համար, ով պետք է ծառայի զինված ուժերում եւ այլն։ Սա այդ տեսնեք ինչքան խոսում ենք բոլոր այդ շերտերը բացահայտվում են, բայց եկեք տեսնենք նվազագույնը, ինչպիսի անվտանգության պայմաններ պետք է ապահովեն եւ ինչպիսի վերահսկողություն պետք է լինի ներքին առումով ծառայողական իմաստով եւ նրանց վերադասի տեսանկյունից, որպեսզի այդպիսի դեպքերը կանխարգելվեն, ել չեմ ասում, որ անհնարին է պատկերացնել, թե ինչպես են այդպիսի դեպքերը շարունակական եւ որևէ հստակ լուծումներով եւ արդյունքներով չունի, չէ՞ որ մենք պետք է վստահ լինենք նաեւ, որ ամեն դեպքը պետք է պատժվի, պատասխանատուները պետք է հրապարակային ձևով առնվազն հանրային բարձրավանքի ենթարկվեն, որպեսզի մնացածները առաջին հերթին զգուշանան, լինեն զգոն եւ դա կանխարգելի ուրիշների կողմից այդպիսի որևէ գործողություն։ Առաջին դեպքն է, որ մենք լսում ենք մարդիկ ծեծում են միմյանց, ընդ որում դրանք կարող է լինել թե հավասար, այսինքն օրինակ զինվորները եւ թե անհավասար պայմաններում, ինչպես օրինակ սպայական կազմի կողմից, եւ եթե դրանք մահվան ելքով չեն, դեռ չի նշանակում, որ նման ընդհանրապես կանոնակարգային հարաբերություններ կարող են լինել։ Սա խոսում է եւս մեկ անգամ նկատունեք մենք իմանում ենք մահվան ելքով դեպքերի մասին, իսկ երբ որ դեպքը չի արձանագրվում, դա չի նշանակում, որ դա մարմնական վնասվածքներ չկա, ով է մեզ տեղեկացնելու սահմանափակ ազատության վայրերում տեղի ունեցող որևէ դեպքի մասին։
ովքեր են դրանք լինելու եւ ինչպես են իմանալու այդ մարդկանց ընտանիքի անդամները եղելության մասին, ինչպիսի վախի առավել եւս սպառնալիքի ներքո են գտնվում այն զոհերը կամ այն տուժողները, որոնք նաեւ ողջ մնալով հանդերձ ահաբեկված են եւ չեն կարող տեղեկատվություն տարածել, չեն կարող խորհրդակցել ոչ մեկի հետ, չունեն հատուկ այնպիսի ծառայություն, որոնք թե հոգեբանական եւ թե ուղղակի աջակցության այլ կանոններ կարող են, այսպես ասել, սահմանել կամ որևէ աջակիցներ ունենալ եւ հասարակական կազմակերպությունների դերն այս իմաստով բացարձակապես նսեմացված է եւ դա ոչ միայն հանրային վերահսկողության տեսանկյունից է, այլ նրանց անմիջական օգնություն ցույց տալու, այդպիսի համակարգերը ավելի մարդկային եւ մարդու իրավունքների տեսանկյունից ավելի պաշտպանված դարձնելու եւ հասկանալի է, որ ցավալիորեն ուղղակիորեն այսպես գիտեք կսկիծով այդ ընտանիքների հանդեպ այնուամենայնիվ առաջին եւ վերջին դիրքն է եղել ըստ մամուլի տեղեկատվության պատկերացնենք այդ մարդու վիճակը ում դնում են այդպիսի իրավիճակում ախր գիտեք սարսափելի է չկա սփոփանքի խոսք չկա որովհետեւ անդառնալի է իրավիճակը եւ այդուհանդերձ մենք պետք է հասկանանք որ այդպիսի ընտանիքները եւս պետք է ճանաչվեն եւ ունենան հատուկ կարգավիճակ եւ իհարկե պետության աջակցությունն ամբողջ կյանքի ընթացքում եւ ավելին օր առաջ պետք է բացահայտվեն ոչ միայն պատասխանատուները այլ նաեւ հանրային լինեն այդպիսի դատավարությունները որպիսի ոչ ոքի մտքով չանցնի որ դա հնարավոր է անել եւ մնալ անպատիժ Ամեն դեպքում դեպքի հետ կապված մենք կհետևենք իրադարձություններին, սա շատ ցավալի դեպք է, զինվոր է առաջին հերթին եւ ինչպես դուք եք ասում, այն գտնվում է մի այնպիսի փակ տարածքում, որտեղ ծնողը կողքին չէ, մտերիմ մարդը կողքին չէ, այսինքն չկա կիսվելու, չկա խորհրդակցելու, թեև լինում է դեպքեր, որ նույնիսկ եթե մարդ կա կողքին կարող են չկիսվել, կարող են, այնպես որ երկու դեպքում էլ սա խնդիր է, իսկ բանակի հետ կապված Նարեւ հիմա այստեղ միայն մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն, թե նաև հրամկազմը, հրամանատարական կազմը ունի այստեղ իր բաժին մեղքը։ Առաջին մեղավորները, առաջին պատասխանատուները միանշանակ իհարկե ղեկավարներն են։ Ինչու՞, որովհետև նրանց գործողությունների եւ անգործության ընդհանուր մթնոլորտի հետևանքով մենք ունենք իրավիճակ, երբ կարող է ինչ որ մեկը մեկի վրա հարցակվել, ծեծել, հարվածել, հայհոյել, ստեղծել մի իրավիճակ, չէ՞ որ դա մեկ վայրկյանում պատահաբար իրողություն չէ։ Դա տևական ժամանակ, րոպեներ, ժամեր, այսինքն դա ընթացք է։ Այդ ամբողջ ընթացքում ով պետք է վերահսկեր տարածքը, մարդկանց, գործողությունները չի էլ քննարկվում, որ միանշանակ հավասար պատասխանատվության պետք է ենթարկեն ոչ միայն անմիջական կատարողները, ովքեր մեղավոր են մահվան ելքով դեպքի մեջ, այսինքն կոնկրետ երիտասարդի մահվան, այլև նրանց, ովքեր պետք է վերահսկեին այդ երիտասարդներին, եւ նրանք նման գործողությունների էին դիմում։ Ամեն դեպքում ցավակցությունները մեր կողմից ընտանիքի անդամների եւ տեսեք նույնիսկ դարձրեցին 1 տարի 6 ամիս ժամանակը ծառայության ժամանակը որոշակի ձևով կրճատեցին, բայց փաստորեն սա էլ չի փրկում այդ միջանձնային հարաբերությունները բանակում կարգավորելու համար։ Հետևենք իրադարձություններին, քանի որ մենք հիմնականում խոսում ենք նաև անչափահասների մասին, մի այսպիսի դեպքի մասին եմ ուզում խոսել, Ֆակտոր AM-ներ այս լուրը տարածել, մանկատանը գտնվող 15-ամյա տղան հացադուլ է հայտարարել։ Եվ հացադուլի պատճառը որն է, որ հայրը Հայկ Ստեփանյանը շուրջ 6.5 ամիս եղել է կալանավայրում, դուրս է եկել եւ հիմա փորձում է իր որդուն եւ դստերը միավորել ընտանիքում նրանց վերադարձնել ընտանիք, կարծես թե ձգձգվում է այդ հարցը եւ 15-ամյա երիտաղան դիմել է այդ քայլին, որպեսզի գոնե քրոջը շուտ վերադարձնեն հորը։ Նարեկ սա ինչի մասին է խոսքում։ Արդյոք հացադուլը ազդակ է, որ պետությունը չի կարողացել երեխայի լավագույն շահը ապահովել եւ նա գնում է այս քայլին։ Սա ինչով է, որ այսքան ժամանակ ընտանիքը պառակտված է եղել եւ փոխանակ հապճեպ լուծումներ գտնեն ընտանիքը վերամիավորվելու, ինչ որ թե ձգձգվում է, սա ինչի մասին է խոսում։ Ընդ որում 15-ամյա երեխան գնում է հացադուլի, սա արդեն թե հոգեբանական, թե
մի խոսքով սա ինչի մասին է, ծանրագույն վիճակ է։ Պատկերացրեք ինչպես պետք է նա հետագայում։ Ընդ որում հայրն էլ կալանավայրում է 50 օրից ավել հացադուլ, այսինքն այս ընտանիքը իր պայքարի ձևը գտել է հացադուլ անելու մեջ եւ արդյունքում ինչ պետք է լինի։ Գիտեք, ցավալիորեն, երբ համակարգը չի աշխատում որևէ մակարդակում, քաղաքացիները ստիպված են դիմել այսպիսի իրավիճակի։ Եկեք տեսնենք, քանի ընտանիք կա, որտեղ երեխաները խնամքի կարիք ունեն, ծնողները զրկված են ազատությունից, ունեն առողջական խնդիրներ, ունեն չափազանց քիչ, շատ ավելի քիչ, որոնց վրա համակարգը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի, քան որևէ այդպիսի խնդիր չունեցող, գուցե այլ առօրեական այլ խնդիրներ ունեցող, բայց ոչ այսպիսի ծանր պայմաններում հայտնված ընտանիքների նկատմամբ։ Եվ համակարգի ամբողջական պատասխանատվությունը կայանում է նրանում, որ նրանց այդ ընտանիքները պետք է օր առաջ հայտնաբերվեն եւ նրանց հետ աշխատանք տարվի։ Եվ այո, ոչ ոք ապահովագրված չէ, ոչ ազատազրկվելուց, ոչ հայտնվելուց խնամքի կենտրոնում, ոչ կյանքի դժվարին այլ պայմաններում հայտնվելուց, բայց հենց այդ իսկ պատճառով պետք է լինի համակարգը, որը անգամ չի կարողանում սովորական պայմաններում հայտնված ընտանիքների կողքին լինել սոցիալական ապահովության, աշխատանքային եւ այլ իրավունքների պաշտպանության, երեխաների զարգացման եւ լավագույն այո շահի առաջնային խնդիրների լուծման իմաստով ինչ մնաց առանձնահատուկ դեպքերին վերաբերող իրավիճակներում։ Բայց տեսեք, այսօր արագարձագանքն էլ չկա։ Չէ՞ որ եթե անգամ համակարգը թերի է եւ չի կարողանում գործել բոլոր օղակները համակցված, միևնույն է արագ արձագանքման մեխանիզմը պետք է լինի։ Եվ մենք պետք է հասկանանք առաջին հերթին ինչպես ստացվեց, որ 6 ամիս անգամ կալանավայրային տեսանկյունից տեսակցություն չեղավ կապը, չեղավ հոգեբանի աշխատողը, որևէ աշխատանք չարվեց երեխաների հետ սոցիալական երեխաների հետ որ կա տեսակցությունը, որ էական չէ, եւ եթե անգամ ծնողները լինեն դիցուկ սահմանափակ ծնողական իրավունքներով կամ իսպառ արդեն օրինակ այնպիսի իրավիճակներ, երբ ծնողը չպետք է թույլատրվի երեխային մոտենալու, այդպիսի դեպքեր նույնպես կարող են լինել, բայց այս դեպքերի հետ էլ պետք է պետությունը աշխատի, որովհետև յուրաքանչյուր մարդ կյանքի յուրաքանչյուր փուլում պետք է իրավունք ունենա այդպիսի կապը վերահաստատելու, վերականգնելու եւ ընտանիքի միավորման ուղղությամբ աշխատելու, եւ այսօր չեն դրվում որևէ տեսակի գործողություններ, որպեսզի այսպիսի իրավիճակները եւս կանխարգելվեն, այո, 15 տարեկան երիտասարդի պատանու հացադուլը հնարավոր էր եւս կանխարգելել, հնարավոր էր անգամ այդպիսի իրավիճակում դիտարկել հոր կամ այլ ծնողի ազատազրկման կամ պատիժը կրելու այլ միջոցները, երեխաներին միմյանցից չանջատելու եւ այսօր եւս այդ խնդիրը ինչու՞ն է ձգձգման խնդիրը, հիմնականում ապաշնորհության եւ անկազմակերպվածության մեջ։ Անդրադառնանք նաև հանչափաստերի հետ կապված մեկ այլ թեմայի։ Արևիկ Ճամբարի տեղ ունեցավ փաստորեն տեղ ունեցածի մասին ազատություն ռադիոկայանը։ Մենք այսքան բոլոր ծանր թեմաները այսօր թեմաները ասեմ, որ բավականին շատ են, եթե Արևիկից առաջ ես խոսեմ, որ Մուրացան փողոցում 15-ամյա երիտաղան վիրավորվեց կրակոցներից, պարզապես դեռ այդ թեմաները ձեզ հետ այդքան չեմ ուզում ծանրաբեռնենք, որովհետև այնտեղ նաև մահացավ 20 տարեկան տղա, դեռ նախաքննությունը շարունակվում է։ Ամեն դեպքում դա էլ է թեմա, որին հնարավոր է այսօր հասնենք, բայց Արևիկ Ճամբարում տեղ ունեցած այդ դեպքի միջադեպ ասեմ, թե ընդհանրապես Արևիկում ապրում են փաստորեն այդպես։ Եվ տեսանք, որ ջոկատավարներից մեկը բավականին այսպես ոգևորված խոսում էր Ճամբարի առօրյայի մասին, պատկերը այլ է, այդպես ասած, աշխատողների մեջ, պատկերն այլ էր անչափահաս երեխաների մոտ։ Ընդ որում վարչապետը կարծես թե ցանկություններ ունեցել լավ բան անելու, դրանք սոցիալապես անապահով երեխաներն էին այնտեղ հավաքված, զոհվածների երեխաներն էին այնտեղ հավաքված եւ պատկերը նույնիսկ խորթային տարիների ճամբարները ըստ երևույթին այդպիսին չէին։ Նարեկ սա ինչի մասին է խոսում, ինչու այդպիսի փոփոխություններ չեն արվել այս տարիների ընթացքում, որպեսզի այդ անվճար ճամբարներում այդ պատկերը չլիներ։ Գիտեք, ցավալիորեն պետք է նշել, որ դա մեր մեջ արմատացած, խորապես հիմնավորված եւ որևէ կերպ արմատախիլ լինելու չենթարկվող խտրականությունն է։ Երբ մենք խոսում ենք
ոչ այսպես ասած մեր ոչ այսպես ասած որոշումների կայացմանը մոտ գտնվող մարդկանցից մեկի մասին, այլ խմբավորում ենք մարդկանց, որովհետև նրանք ունեն օրինակ սոցիալական պաշտպանության կարիք, հանդիսանում են խոցելի որևէ խմբի ներկայացուցիչ, նրանց նկատմամբ վերաբերմունքը սկսում է դառնալ խղճմտանքի բան է, ավելի շատ խղճում են, զարհուրելի է դա։ Հասարակության զարգացման տեսանկյունից դա ամենաարատավոր երևույթն է։ Չեմ անդրադառնում քրիստոնեական բարոյականին, որովհետև դա ընդհանրապես անիմաստ է խոսել, եթե դու այդպես ես վերաբերվում ինչ-որ մեկին, դա նշանակում է դու քեզ վեր ես դասում, հետևաբար դա քեզ ավելի նսեմացնում է։ Այսինքն սոցիալական կարգավիճակից ելնելով մարդու հետ։ Այո, բայց դրանից ելնելով էլ սկսում են համապատասխանաբար կարծել, որ ինչ է լինի բավարար է։ Եվ ամենալավ մտադրություններն էլ անգամ պսակվում են այսպիսի ուղղակի այսինքն տաք ջրով որը երկու անգամ թեկուզ ոտք ու ձեռք լվանալ այդ երեխաների համար արդեն ճոխություն է համարվում։ Երբ նրանց համար պետք է ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնց նրանք պետք է ձգտեն ավելին, եւ դեռ չեմ ասում, որ ընտանիքները պետք է ստանան այնպիսի համապատասխան միջոցներ, ոչ թե տեղում կազմակերպելու, այլ երեխաների զարգացումը ապահովելու տեսանկյունից համապատասխան պետական կամ համայնքային տարբեր կազմակերպություններում կարողանալու իրենց օրվա այդպիսի կարիքները բավարարելու եւ զարգացման պայմաններում նարե ծնողներից մեկն ասաց, որ անցած տարի փաստորեն տղան գնացել է այդ ճամբարը եւ այս անգամ էլ է փաստորեն պայուսակը հավաքել եւ գնացել, բայց քանի որ իմացել է որ ճամբարն է, երեխան հրաժարվել է գնալուց։ Այսինքն մեկ անգամ սա նոր բան չի, անցած տարի էլ երևի թե ավելին, այսինքն անգամ երեխաները, ովքեր գուցե չեն ուզում այո, շատ տարական խնդիրներ ունենան առօրյայում, միևնույն է ցանկություն չեն ունենում գնալ այնտեղ, որտեղ առնվազն վտանգավոր է, ոչ թե որովհետև նրանք անվտանգության կանոններն են տիրապետում, այլ որովհետև դա անհարմար է, դա տհաճ է, այդպիսի իրավիճակում գտնվելը ոչ մեկին ուրախություն չի բերում։ Իսկ երեխաները պետք է գնան ցամաք հաց ուտելը փոր կշտացնելն է, այո, եւ դեռ մեծ հարց է, ինչպիսի այլ պայմաններ են սանիտար հիգիենիկ անվտանգության տեսանկյունից, ինչպիսի սնունդ առողջ, անառողջ սնունդ է տրամադրվում, ինչպես է դա ճաշարանը տեղավորվում էր 200 մարդ էր տեղավորում, բայց 250-ը այնտեղ պետք է հաց ուտեին, արևի տակ էին երեխաները։ Եվ ցավալիորեն երեխաները դա հասկանում են, մեծերը ոչ, առավել եւս այն մեծերը, ովքեր պատասխանատու են այս իրավիճակի համար։ Արի գիտեք, ինձ համար այստեղ ավելի շատ ցավոտ կողմը որն է, ինչպես դուք ասացիք, խղճմտանքը, որ այդ ընտանիքի երեխաների հանդեպ են այդպես վերաբերվում։ Իհարկե։ Այսինքն երեխան ծնողը այնքան չէ, որ կարողանա կամ ձայնը բարձրացնի կամ ինչ-որ պատկան մարմինների հետ ինչ որտեղ պայքարի իր երեխայի իրավունքները ասի։ Սա է, նույնիսկ քանի որ խոսեցինք անցած թե նախանցած տարի մենք ունեցանք մի դեպք դպրոցներից մեկում ամենապատրված դասագիրքը տվել էին մի երեխայի, որի մայրը ընդհանրապես ոչինչից չի բողոքում կամ չի խոսում։ Մեր միջոցով մի խոսքով աղմուկ բարձրացրեցինք, դասագիրքը հետ վերադարձվեցին։ Եվ ընդհանրապես ինչու պետք է դպրոցում այսօր լինի պատրված դասագիր։ Եվ հիմա այստեղ խնդիրը հենց սա է։ Եթե երեխան հայր չունի կամ մայր չունի կամ գումար չունի ինչ որ թանկանոց հողաթափեր հագնելու կամ հագուստ հագնելու, մենք այս սրանով նախ երեխաները իրար մեջ են սկսում այդ աչքով նայել մեկը մյուսին եւ փաստորեն մեծերս ով է թույլ տվել, որ այդ երեխաների համար այդ ճամբարային պայմանները ստեղծվեն։ Ով է։ Եվ միանշանակ այստեղ պետք է անդրադառնալ պետական կառույցներին, որովհետև եթե անգամ նման ճամբարներ լինեն մասնավոր հիմունքներով, վարչապետի հովանավորության օրինակ կարող են լինել բարեգործական հիմունքներով կազմել, միևնույն է, դրա ամբողջական շղթայի ապահովման համար պատասխանատու պետք է լինի պետությունը։ Այս դեպքում գուցե եւ խնդիր է առաջացել կատարողների մոտ, բայց միևնույն է կազմակերպիչները եւ առավել եւս բարձր հովանու ներքո իրականացվող ցանկացած միջոցառում պետք է ծայրից ծայր մանրակրկտորեն լինի վերահսկվող։ Տեսեք, վարչապետը երբ դպրոցներից մեկում ցնցուղը հանեց կամ կախիչը պոկեց, մի մեծ աղմուկ բարձրացավ, որ ինչեւ է այսպես անում, կառավարության նիստերից մեկի ժամանակ, հատկապես քարոզարշավից հետո մի այսպիսի արտահայտություն արեց, որ արդեն առանց ասելու պետք է գնա որոշակի տեղեր, որպեսզի նախապես չպատրաստվեն։ Ենթադրենք, գնում է Արևիկ ճամբարը, որքանով պետք է այնտեղ նախապատրաստվեն, որ կարողանան թեկուզ վարչապետը պատահական գալ, որտեղ այնտեղ պայմանները ամենահին,
Որովհետև անհնարին Չկա է վերահսկում, պայմանները ով է ընդունում այդ- հադարման ձևով Ով է ընդունում այդ ճամբարները, ով է տալիս այդ թույլտվությունները, այդ ճամբարները, այդ ներքնակները, մահճակալները երեխաների, ով է դրա համար պատասխան տալիս։ Այստեղ հələ Ես համոզված եմ, որ միանշանակ բացի նրանից, որ սոցիալական ապահովության ոլորտի ուղղակի պատասխանատու գերատեսչությունները պետք է լինեն ներգրաված, այնուամենայնիվ դրանք նաև մարզպետարանների անձնակազմ պետք է նախատեսել, որովհետև այդ ամենը պետք է այո կարող եմ կրկնել անմիջական վերահսկողության ներքո լինեն, դա երեխաների ամենօրյա անվտանգության մասին է խոսքը, ով է ասել, որ ուղղակի թունավորման, վնասման եւ այլ դեպքերը պետք է ասել դե լավ երեխա է կանցնի կամ նա երևի թե տան այս պայմաններն էլ չունի։ Դա որևէ կերպ չի արդարացնում, ավելի է խորացնում այդ իրավիճակը։ Եվ այսօր էլ ուժ չէ այդպիսի պայմաններով, այսպիսի գործունեություն ծավալելու համար, այս թեմաները չպետք է լռեն եւ պատասխանատուները միևնույն է պետք է անպատճառ հայտնաբերվեն եւ ներկայացվեն հասարակությանը եւ չկրկնվի այդպիսի դեպքերը։ կրթության հետ կապված նույն ճամբարներում փաստորեն նրանք ունեն, չէ, կրթական ծրագրեր ունեն։ Նույն այդ արևիկում երեխաների համար զարմանալի է, որ նույնիսկ գնդակ չկա որ խաղալու եւ միայն երկու պարեին է դասավանդում կարծես թե օրը անցկացնելու համար։ Իսկ այստեղ զարգացման ծրագրերը ծրագրեր որ երեխաներին հետաքրքիր կլինի, նրանք կլինեն ներգրաված, նրանք էլի կուզենան գալ, նրանք իրենց ստացած գիտելիքը ուրիշին կփոխանցեն եւ խաղի միջոցով ընկերներ ձեռք կբերեն, նոր նախասիրություններ, այս ամենը գիտեք մենք չէ որ պետք է հորինենք, այս ամենը արդեն իսկ կա երեխաների պատայների զարգացման յուրաքանչյուր փուլի համար, բայց եթե մենք այսօր չենք կարողանում տարրական կենցաղային պայմաններ ապահովել, այսինքն այդ առաջնային անհրաժեշտությունները, ինչպես կարող ենք խոսել, կարելի է ասել այսօր մեզ համար վերամբարձ զարգացման ծրագրերից, իհարկե չենք կարող, ինչպես կարող է երեխան տարրական առարկաներ չունենալով հանդերձ կարողանա այդ առարկաների միջոցով գործողություն անել։ Կհետևենք ամեն դեպքում, սա կարծես թե առաջի ահազանգներ եւ հետագայում կտեսնենք հաջորդ տարի ինչպես կկազմակերպվի, սա արդյոք կլինի ազդակ թե ոչ։ Նարի դուրս գանք արշատև գովազդային դաթարի եւ շարունակենք անչափահասների թեման մեր տաղավարում։ Արգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Նարի խոսենք վերջերս օրերս համացանցում տարածված տեսանյութի մասին, Մասիսում անչափահաս աղջիկների մասնակցությամբ եղել է բռնության դեպք, նախաձեռվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բռնություն գործադրողները անչափահասներն են։ Ինչու է այս դեպքը տեղի ունենում։ Մենք տղաների մասնակցությամբ ունեցանք դեպքեր, որոնք նորից նկարահանվել էին, համացանցում էին հայտնվել, բայց այսպես եւ հիմա նկարահանում են եւ նույնիսկ համացանցում դրանք տեղադրում են։ Նախ հարցս հետեւյալն է. տուժողները անչափահասն է, ինչպիսին է լինելու իրավական պատասխանատվությունը եւ արդյոք նրանք, ովքեր նկարահանում են եւ այդ դրանք համացանցում են տեղադրում, դրանք ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն, կամ արդյոք օրենքը գործում է նաեւ նրանց համար թե ոչ։ Գիտեք, սա այն իրավիճակներն են, որ ցույց է տալիս հանրային բարոյազրկության նեխածության աստիճանը, որովհետև երբ իրավիճակ կա, որ պետք է պաշտպանել ավելի թույլին, եւ ընդհանրապես մենք ժամանակին մեծանում էինք այդպիսի արժեհամակարգով եւ այդպիսի միջոցներով, այսօր այդ ամենը իսպառ վերացել է, բայց այստեղ նաեւ խնդիրն է վերահսկողությունը։ Այն միջավայրի նկատմամբ, որում երեխաները մեծանում են, դառնում են պատանիներ, անչափահասներ տվյալ դեպքում եւ պետք է արդեն որպես անհատականություն արտահայտեն եւ այսպիսին է նրանց արտահայտչա միջոցը։ Իդեպ այո, անկախ սեռից անգամ, որովհետեւ այսպիսի իրավիճակ կարող է լինել ցանկացած մեկի շուրջ։ Եթե ինչ-որ մեկ ասում է, գիտեք, այլ երկրներում ավելի ահավոր է վիճակը, մենք դեռ լավ ենք եւ դա որևէ արդարացում չէ, որովհետեւ այսպիսի վիճակը ցույց է տալիս, թե երեխաները ինչպիսի մթնոլորտում են ամեն օր, անհնարին է այդ երեխաները դա չտեսնեն, չիմանան, այդպիսի միջավայրում չմեծանան եւ այդպես իրենց դրսեւորեն։ Այդպիսի բան լինել չի կարող։ Հակառակ դեպքում նրանք ուղղակի հակահասարակական տարեր են, որոնց օր առաջ պետք է իհարկե մեկուսացնել հասարակությունը, բայց ես հավատացած եմ, որ դա այդպես չէ։ Ավելին, այսպիսի միջադեպերը, այսպիսի սարսափելի տեղեկատվական դաշտի ժամանակ, երբ երեխաները փոխանակ այո զբաղվեն էլի, թեկուզ համացանցային, թեկուզ խաղերով եւ այլն, բայց զարգացնող իրենց խմբավորող եւ այլն, նրանք ամբողջ օրը ինչ որ անհասկանալի ցանցերում են, որտեղ այս ամենը քարոզվում է ուղիղ իմաստով երեխաներին ներգրավելու տեսանկյունից։ Այս երեխաները ավելի վտանգավոր միջավայր են ներգրավում եւ նրանք արդեն իսկ պատրաստ են այդպիսի միջավայրի լիիրավ անդամ դառնալու։ Սա վտանգավոր է ընդհանուր առմամբ իրենց բոլոր հասակակիցների համար եւ այս երեխաների հոգեբանական վերականգնողական աշխատանքների տեսանկյունից շատ գործ կա անելու։ Նախ եւ առաջ ինչպես է ստացվում, որ նրանք իրոք չեն կարողանում բացատրվել խոսքով։ Անկամ եթե որոնք բլոգերներից մեկը նշեց, որ խոսել է այդ երեխայի հետ, ծեծվողը հայր չունի, զոհվածի դուստր է, մայրն էլ բավականին ծանր հիվանդությամբ է տառապում եւ ես համոզված եմ, որ նրանք ովքեր հարձակվել են նրա վրա այդ մասին գիտեն։ Եվ այդ հարձակվողների մասին ասում են, որ ամեն օր գալիս են սկանդալ են սարքում եւ ասում են բողոքդ հետ վերցրու եւ դրանից մոր վիճակը անընդհատ վատանում է։ Այսինքն ես համոզված եմ, որ նրանց ծնողները եւս ներգրավված են։ Եվ մայր ու աղջիկ են այդ հարվածով։ Այո, ոչ մի ըստ այդ բլոգերի որ նրանք անպատճառ ունեն այդպիսի մեծահասակների եւ պարտադիր չի անգամ իրենց ընտանիքի անդամների իրավ աջակցություն ինչ ուզում ես արա, դու կարող ես կռվի, հարձակվի եւ այլն։ Տեսեք, այո, մեզ են միշտ ասել, եթե ձեզ վրա հարձակվում են, պետք է պաշտպանվել, ձևեր են սովորեցրել մանկուց եւ դա նորմալ է։
Բայց այսպիսի իրավիճակը դա ոչ միայն ինչ որ մեկի նկատմամբ հալածական գործողություններն են, այլ նաև ձևավորվող խմբի կողմից կազմակերպված գործողությունը սա է նրանց դարձնում վտանգավոր եւ այս իմաստով է որ պետք է այո հոգեբաններ նորնիբուն աշխատեն նրանց հետ պարտադիր կարգով, որպեսզի այս երիտասարդները, տվյալ դեպքում այս աղջիկները, չդառնան այն հանցագործները, որոնք մենք այսօր ենք տեսնում արդեն չափահաս վիճակում։ Այսինքն իրենք են առաջին կարող է միանշանակ պնդել զոհերը իրավիճակի, որովհետև եթե նրանք այդպիսի վարք են իրենց թույլ տալիս եւ այսպիսի հակահասարակական քայլ, դա նշանակում է, որ նրանք արդեն շատ խոցելի վիճակում են։ Ինչ վերաբերում է թե ինչպիսի աշխատանք է պետք տանել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կամա թե ակամա դառնում են այսպիսի իրավիճակների զոհ, ապա եւս մեկ անգամ մենք պետք է խոսենք պետության եւ մասնավորապես համայնքի ուղիղ պաշտպանության մասին եւ համայնքներն այսօր ընդհանրապես չեն զբաղվում անչափահասների խնդիրներով եւ չգիտեն եւ կամ էլ գիտեն եւ լռում են թե ինչպիսի իրավիճակներ են տիրում նաեւ ընտանիքներում, հարևանների շրջանում եւ իհարկե դպրոցներում։ Դպրոցներում էլ է երբեմն կոծկում նման դեպքերը, որտեղ Փաստորեն թե մենք ամենալավ դպրոցն ենք, մեր դպրոցի հետ այդպիսի բան չկապվի, իրենք չեն էլ հասկանում, որ այդպիսի դեպքերի բացահայտումը, վերջնական լուծումները եւ աշխատանքը այդպիսի երեխաների հետ դա է դարձնում իրենց դպրոցը օրինակելի, ոչ թե կոծկումները եւ նման դեպքերի զրո գրանցումը։ Նարե տեսեք այս դեպքը ինչ որ մեկը նկարահանել է, այսինքն կան մարդիկ կողքին կանգնած եւ այս ամենը տեսնում են։ Սա նորից պատասխանատվության պետք է ենթարկվեն եւ այս չափահասների պատասխանատվությունը ինչպես պետք է լինի։ Բռնության, նկարահանման գործողություններ իրականացնելը, դրանց մասնակցելը, այլ մարդկանց ներքաշելը եւ առավել եւս այդպիսի նյութերի տարածումը պետք է այո պատժվի օրենքի խստությամբ, անգամ հաշվի առնելով այո տարիքային կատեգորիան դա խնդիր չէ։ Անչափահասների պատասխանատվությունը Անչափահասների պատասխանատվությունը պետք է լինի նման է եւ եթե մենք ժամանակին ունեցել ենք ուղիղ աշխատանքային մեթոդներ, ապա մենք պետք է պատկերացնենք ինչպիսի վերականգնողական միջոցներ պետք է ձեռնարկել եւ ինչպիսի պարտադիր հասարակական օրինակ աշխատանքների կամ որևէ գործունեության պետք է դրթել անչափահասներին եւ նաեւ ներգրավել այդպիսի ծրագրերում, որպեսզի նրանք գոնե կարողանան որևէ կերպ ավելի հասարակայնացվել եւ ավելի դառնալ ուղղակի ինչ ասեմ, ավելի մտերիմ հանրության անդամներ։ Տեսեք, այդ նույն աղջիկները դպրոց պետք է գնան։ Այսինքն պետք է փողոց դուրս գան, պետք է միջավայրում շփվեն։ Նրանք այդպես էլ շփվում են։ Գիտեք, ես շատ տեսնում եմ եւ չեն էլ կաշկանդվում, որովհետեւ ընդհանուր մթնոլորտը երբ դա չի առաջացնում որևէ ամոթի հետևանք, չի կարող որևէ կերպ զսպել ինչ որ մեկին իր բռի գործողությունները կյանքի կոչելու, որովհետև դրա համար դա անգամ ամոթ չէ, նա չի արել ոչ մի վատ բան, նա կարծում է, որ նա դեմք է ժամանակակից, ով կարողանում է իրեն պահել այդպիսի որում այդ տեսանյութում հայհոյանքներ են հնչում մի խոսքով։ Ես պատկերացնում եմ, որ նրանք ինչպես կշփվեին, եթե ինչ-որ մեկը չտեսագրեր, այսինքն գուցե նրանք անգամ իրեն զսպել են, մտածելով, որ հիմա մի հետաքրքիր տեսանյութ կհրապարակեն եւ գուցե իրենց ավելի, այսպես ասած, չափերի սահմաններում են պահել, որովհետեւ այսօր երեխաներին կարող եմ ասել նաեւ ոչ միայն տեղեկատվական, այլ անմիջական շփման միջոցով փողոցում կարող են ներգրավել այդպիսի խմբերի մեջ, որոնք որ այսպիսի վարկը համարում են լրիվ նորմալ, այսինքն իրենք կարծում են, որ դա է իրենց բնականon վարկը եւ իրենք այդպես շարունակելու են ապրել։ Այ վտանգը այստեղ է, ոչ թե մեկ առանձին միջադեպի մեջ, որտեղ հնարավոր կլիներ ամեն ինչ հարթել։ Բայց այո, այսպիսի դեպքերում բողոքներ ետ վերցնել չի կարելի, պետք է պայքարել, ավելին իրավապահները իրենք պետք է խրախուսեն մարդկանց դիմել այսպիսի դեպքերով ոստիկանություն, որպեսզի այդպիսի դեպքերը բացահայտվեն եւ դրա արվում է ոչ միայն դրանց հանքոլացման ընդհանրապես, այլ նաեւ իհարկե առաջին հերթին այդպիսի դեպքերի հաջորդիվ կանխարգելման նպատակով։ Երբ հաստորեն մենք հաղորդումը սկսեցինք Նարեկ Թորոսյանի մահով, այս անչափահասները հենց այս վարքագծով, այսպես ագրեսիվ ոչ մի կապ հասնում են բանակ, կապ չունի դնում են ոչ մի կապ նրանք ունեցել են այսպիսի վարքագիծ կենդանիների նկատմամբ, իրենցից փոքր երեխաների նկատմամբ եւ այսպես իրենք իրենց ոչ ոք չի կանգնեցրել եւ շատ հաճախ ոչ ոք չի էլ խառնվել եւ իրանք այսօր այդպես են իրենց պահում արդեն
արդեն եւ չափահաս են, որովհետեւ դրանք դեռ Եվ արդեն երիտասարդներ խնդիրներ են են, առաջանում ծառայության, բանակում, Այո, փողոցում, եւ դա արդեն կրակոցները։ եւ պետության նկատմամբ է եւ այո իրենց պետության նկատմամբ պարտքը կատարելիս է, դա հասարակական պատասխանատվության որևէ գործողություն իրականացնելիս է, դա փողոցում է հասարակական միջավայրում, որտեղ վտանգ են նրանք ներկայացնում ուրիշների համար եւ դա նրանց համար նորմալ է եւ այդ իրենց բացատրելու, որ դա չէ նորմալ եւ դրա համար դու պետք է պատասխանատվության ենթարկվես, օղակները բացարձակ մատնված են անգործության։ Եվ քանի որ մեր հաղորդումը մոտենում է ավարտին, վերջին հարցը անչափահասների թեմաները բավականին շատ են, մենք նորից կպահենք մեր ուշադրության կենտրոնում, կհետևենք այս իրադարձություններին, թե ինչպիսի ընթացք ունենան զարգացումների, եւ քանի որ ընտրություններին եք մասնակցել, մեկ քաղաքական հարց գուցե նաեւ այդ թեմայի հետ կապված, Սամվել ներողություն, Գագիկ Ծառուկյանի շուրջ ինչ է կատարվում, Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվել, սակայն նա չի կալանավորվի, մի խոսքով, սա ինչ քաղաքական թոհուբոհ է, սա զուտ իրավական գործընթաց է, թե քաղաքական հետապնդումներ է։ Տեսեք, մարդիկ այո կարող են լինել մեղավոր բազմաթիվ հանցանքներում, կարող են լինել ուղղակի զանցանքի, այսպես ասած, գրող, բայց երբ նրանց նկատմամբ այդպիսի գործողությունները արվում են քաղաքական համատեքստում, ուրեմն նրանք միանշանակ քաղաքական, չգիտեմ ինչ էլ ասեմ, այո, դա կոչվում է քաղաքական հետապնդում։ Անգամ եթե նրանց քաղաքականությունը, նրանց ընդհանուր անցած ուղին, նրանց գոյությունը մեզ դուր չի գալիս, մենք իրավունք չունենք դրանից ելնելով քաղաքական հետապնդումների նրանց ենթարկելու։ Եվ այստեղ է պետության ամենաթույլ կողմը։ Այստեղ է պետության թուլությունը, երբ նրանք չեն կարողանում օրինական, իրավաչափ ճանապարհներով մարդկանց ենթարկել պատասխանատվության, եթե այդպիսի պատասխանատվության կարիք կա, եթե կա, այո, այն զանցանքը, հանցանքը, որի համար նրանք պետք է տույժ տուգանքի կամ անգամ ազատազրկման ենթարկվեն եւ նրանց նկատմամբ արվում են գործողություններ, որոնք ստեղծում են ուղղակի աժիոտաժ։ Եվ ցավալիորեն թե բարեբախտաբար մենք առաջ ենք ընկնում իրավիճակից։ Եթե դա չլինի, միգուցե իրավապահների որևէ գործողություն հնարավոր լինի արդարացնել, բայց այսօր այդպիսի արդարացում չկա, որտեղ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սա ամոթալի հետընթաց է եւ շատ տարօրինակ է, երբ մենք ժամանակին պայքարում էինք այդպիսի երևույթների դեմ, հատկապես երբ հարուստների եւ աղքատների միջև անդունդը ավելի էր խորանում եւ մենք կարծում ենք, որ դա սոցիալական արդարության խնդիր է եւ այլն, այսօր խտրականության են ենթարկվում մարդիկ, որոնց դեմ ենք մենք պայքարել։ Այսինքն հիմա մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են 20, 25, 35 տարիներ պայքարել են, որպիսի հասարակության մեջ այդպիսի ճեղքվածքներ չլինեն, այսօր հասել են մի իրավիճակի, որ ասում են, գիտեք, ուրեմն այսօրվա իշխանությունն էլ է այդպիսի ճակատագրի արժանանալու, որովհետև ուզի թե չուզի փոխվելու է, եւ մենք ստիպված ենք լինելու պաշտպանել նաեւ նրանց, որովհետև այսօր նրանք հալածում են նրանց, ովքեր նրանց են հալածել, ոչ թե որովհետև դա արդար է եւ ոչ թե որովհետև մենք իրավական պետություն ենք։ Ընտրությունները ամեն դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասեց, բաց ճակատով կարող էիք քայլել, քանի որ թափանցիկ արդար ընտրություններ են եղել։ Ժողովրդավարության եւ ընտրական գործընթացների թափանցիկության տեսանկյունից առնվազն 2 ընտրատեղամասի ընտրությունների չեղարկելու մասը որևէ կերպ չի կարող համապատասխանել ոչ միայն թափանցիկության հաշվետվողականության, այլ ընդհանրապես արդար եւ ազատ ընտրությունների որևէ չափորոշ չի եւ որևէ երկրում, անգամ ամենահետամնաց, անգամ Հայաստանից էլ ավելի հետամնաց, չնայած ժողովրդավարության տեսանկյունից մենք այդպիսի օրինակներ ունենք եւ ոչ այդպիսի ընտրությունները չկան, չունեն որևէ արդարացում եւ չկան որևէ ցանկում որպես արդար եւ ազատ գրանցված։ Շնորհակալություն եմ հայտնում Նարե այսօրվա հաղորդման համար, թեմաները Ես եմ շնորհակալ, ցավալի թեմաներ են, բայց ինչ արած պետք է քննարկենք, գուցե
Մենք ունենք նաև առողջապահության ոլորտի հետ կապված բավականին բողոքներ, պետք է կարծում եմ նաև դրան անդրադառնալ, դպրոցներն են արդեն ես որոշակի նամակներ եմ ստացել, որ դպրոցներ կա, որտեղ համազգեստը կարծես թե պարտադրում են, որ պետք է բոլոր երեխաները միանման հագնվեն, ծնողներ կան, որ չունեն դրա հնարավորությունը, ինչու չի ընտրվում օրինակ սև երթալցեն կիսաշրջազգեստը, ես սպիտակ վերնաշապիկը, մի խոսքով թեմաները շատ են, խնդիրները շատ են, կարծում եմ մենք առիթ կունենանք կրկին հանդիպել։ Անպատճառ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։